Տիկին նախարար նախ մեկ արտադրում պարգևավճարները հաճախ դրված արդարացվել է պատճառաբանվել է նրանով, որ կոռուպցիոն դեպքերը բացառվի, սակայն երբեմն ոչ հաճախակի մենք տեսնում որ պաշտոնատար անձիկ այլ ամենայնիվ կոռուպցիոն բնույթի գործերով անցնում են եւ ըստ էության այդ տրված պարգևավճարները բաժնի պետերին, վարչության պետերին չեն զսպում քաղաքացուց գումար վերցնել որոշակի փորձարկի դիմաց մեկ հարց էլ կապված արդարադատության փոխնախարարների հետ տեղեկություններ են տարածում, որ դուք ոչ այնքան լավ հարաբերություններ ունեք ձեր տեղակալների հետ, նաև փոխնախարարները միմյանց հետ եւ նախորդ տարեվերջին մի այսպիսի արտահայտություն է կարել ուսանողների շրջանում, որը հասել է մեզ մասնավորապես ասել եք, որ երբեմն ChatGPT-ն շատ ավելի պիտանի է, քան տեղակալները։ Խնդրում եմ պարզաբանել ինչպիսի հարաբերություններ ունեք ձեր տեղակալների հետ եւ նախարարների հետ շնորհակալ եմ ստացված, որ ձեզ հետաքրքրում են իմ անձնական հարաբերությունները իմ տեղակալների հետ։ Մասնավորապես շատ նորմալ հարաբերություններ ունենք բոլորս միացել, հիմնված հարաբերքի, փոխադարձ հարաբերքի վրա եւ նաեւ շատ գնահատում եմ իրենց աշխատանքը եւ շնորհակալություն հայտնում, որովհետեւ հիմնական իրենց համակարգման աշխատանքի գնահատման արդյունքում է նաեւ այդքան քննարկված աշխատավարձերի բարձրացման հարցը իրական, դա իրականություն դարձել։ Ուսանողներին չգիտեմ ձեզ ինչ հասանելի դարձել, ինչ հասանելի չի դարձել, բայց նման արտահայտություն ես չէի կարող օբյեկտիվ որոնել, որովհետև նման պատճառ չունեմ։ AI-ի մասին ուսանողների հետ խոսել ենք, ասում ենք, որ որակական առումով որոշ աշխատություններ, որոշ աշխատակիցներից ավելի ներկայացուցչական վերլուծություններ արվեն եւ շեշտադրվել է կամ միշտ էլ շեշտադրվում է դա աշխատանքային քննարկումներով ենք միշտ առանձնացնում AI գործիքների օգտվելու հնարավորությունը եւ անհրաժեշտությունը iOS-ի տան։ Պարտադիր չի, որ որոշ օգտագործություններ դրանց միջոցով նաեւ իրականացնում են ոչ տեղականներ շատ արժեքավոր են եւ շատ սիրելի նախարարի համար։ Ապրած օգտվելով իրենց շնորհակալություն հայտնում այն ցուցանիշների համար, որ ես ձեզ ներկայացրի իմ խոսքում։ Եվ մի հարց էլ դուք ասացիք, որ ինչքան եք պրեմիաներ բարձրացնում եք։ Երբ մի բան է, իրենք շարունակում են պաշտոնավորել դա վերաբերմունքի ամենից ցուցանիշն է, տեղակալների կապան։ Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե ինչու են այսօր էլ դեպքերը բացահայտվում, ես շատ ուրախ եմ, որ այսօր կան դեպքեր, որոնք բացահայտվում են։ Դա նշանակում է, որ ինստիտուտները գործում են և ծածկաբդություններ չեն լինում, այսօր օրինակ կարող լինեն առաջ։ Դա նշանակում է, որ այսօր ստեղծված մարմինները սկսել են նորմալ աշխատել և հայտնվել դեպքեր։ Եվ ցավոք սրտի դեպքեր եղել են, կան և լինելու են, ոչ միայն մեր երկրում, այլ բոլոր երկրներում, որովհետև եթե ինչ-որ պաշտոնատար անձի համար չգիտեմ, պայմանական 500,000 դրամ ավելի աշխատավարձ վերիք է, ուսի համար գուցե դա վերիք չի, աչքը, ծակամարդու, մարդիկ տարբեր են, դա շատ կարևոր է, որ մարդիկ հայտնվել են, շատ կարևոր է, որ այսօր այդ հանցագործության դեպքերը բացահայտել և շատ ուրախ եմ, ու չեմ հասկանում միշտ թե ինչու է այդ երևույթը բացասական լույսներում ներկայացվում։ Մենք պետք է ուրախանանք, որ դեպքերը այսօր հայտնվել, որովհետև այնպիսի երկրում ենք ապրում, որ ծածկադրված անելու կարիք չկա։ Ու միշտ էլ շեշտում եմ, որ հեղափոխությունից հետո մի շատ բարձրացան պաշտոնատար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման, այսինքն նախարարի կամ փոխնախարարի կարգավիճակներ ինք չի հանդիսացել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում չնախաձեռնվի։ Առաջարկում ուրախանում եմ սպասքի հետ կապված։ Շնորհակալություն եւ վերջին հարցը 24 միլիոն։ Շնորհակալություն Տիկին նախարար, թե դուք անդրադարձ
անդրադարձակ սիրիացի վարձկաններին, բայց երբ վերադարձին, բայց մի քանի ճշգրտող հարցի ևս կխնդրեմ անդրադառնալ, դիմումը երբ էր ստացվել եւ ինչու դա համընկավ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների ետ վերադարձի հետ, արդյոք վերջին երկու պահվող անձինք են իրենք մնացել Հայաստանում, ովքեր 2020 թվականին Ադրբեջանի կողմից կռվել են Արցախի Հանրապետության դեմ, նրանք ի սկզբանե պահվել էին Շուշիի բանտում, թե միանգամից տեղափոխվել էին Հայաստանի Հանրապետություն եւ այս ետ վերադարձի մասին արդյոք հաշվի առնվել է Արցախի իշխանությունների կարծիքը կամ քննարկում եղել է եւ դուք ձեր խոսքում անդրադառնալով գլխավոր դատախազի ձեր հարաբերություններին նաեւ նշեցիք, որ կան պաշտոններ, որոնք իրենցից ենթադրում են կուսակցական լինել, ապակուսակցական լինել, դրանով է միայն պայմանավորված, որ չեք կարող զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը, կուզեիք զբաղեցնել, թե ոչ, չէ, ես եմ հիմա դա կուզեիք զբաղեցնել, թե ոչ, եւ այդ համատեքստում, որ պետք է լինել ապակուսակցական եւ անկուսակցական, հիմա դուք զբաղեցնում եք արդարադատության նախարարի պաշտոնը, կարող եք ձեր կուսակցական հայացքները, նկրտումները դնելով արդարացնել կամ ձեր դիրքորոշումը հայտնել, արդյոք 6 սրբազանների մուտքը, ելքի արգելքը քաղաքական որևէ շարժումներով պայմանավորված չէ եւ արդարացի եպիսկոպոսած ժողովից առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես վերջին հարցադրման հետ կապված որևէ գնահատական հնչեցնել չեմ կարող, անկախ նրանից ինչպիսին են իմ հայացքները, որովհետեւ ես չեմ կարող օբյեկտիվ գնահատական հնչեցնել ու գնահատել կամ որակումներ տալ նախնական մարմինների գործողություններին, որովհետև լիազորությունը չունեմ, եւ էթիկապես դա ճիշտ չէ։ Չեմ կարող ուղղակի, չեմ կարող, որովհետև էթիկապես հնարավորություն նման չկա ոչ գնահատելու վարդի ընթացքում մարմինի գործողությունները, ոչ իմանալու այն երեխեները, որոնց հիման կայացվելու որոշում, ոչ փորձելու օրինակ չգիտեմ, պատճառաբանել կամ հավաքել, մեղադրել, թե ինչու են մարդիկ գործողություններ իրականացվել, օբյեկտիվորեն որևէ քաղաքական կամ այլ աշխարհական դատախազական կամ քննչական համակարգում աշխատող մարդիկ զբաղեցնող անձինք որևէ գնահատական տալ չեն կարող։ Դրա համար ես այդ հարցին կրկնում չեմ կարող տալ համապատասխան կամ որևէ գնահատական։ Հաջորդը դուք անդադ շեշտեցիք ձեր խոսքում կուսակցական լինել, ես կուսակցական չեմ, այսինքն այդ հարցին պատասխանեմ։ Քաղաքական հայացքներ բոլոր մարդիկ ունեն, այսօր ես դարձնում քաղաքական պաշտոն ինչու, որովհետև կիսում եմ ինչ-որ խմբակցության հայացքները, այլ հարց չգիտեմ տվեցիք, թե չէ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու հետ կապված, ես չեմ կարող զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը, որովհետև իմ 35 տարի մնացած չի, հենց լրանա այդ հարցը դա կպատասխանում։ Այսինքն երբ ցենզով պայմանավորված հեռու չի այդ ժամանակ ցավոք սրտի, բայց հենց 35-ս լրանա, որ հարցեք կմտածեմ կպատասխանեմ այդ հարցին։ Հիմա կարիք չկա անդրադառնալու, որովհետև ցենզով չեմ բավարարում այդ պաշտոնը։ Եվ վերջում սիրացիների մասին այն ինֆորմացիայից զատ, որ ես գտեցի, որևէ ինֆորմացիա տրամադրել չեմ կարող, ընդհանրապես շեշտադրեմ հետևյալ հանգամանքը, որ դա նորմալ պրոցես է, որը իրականացվել է անջատ ձեր կողմից նշված այլ պրոցեսներից, եւ պետք չի ուղղակի ինչ-որ համակարգներ մանրավետը, ուղղակի ձեր խոսքում դուք ասցիք հացրել եք Արցախի իշխանությունների կարծիքից չգիտեմ, Արցախի իշխանությունների անկեղծ, որովհետև այդ խոսույթներն չեն պետք չի եկեք այդպես չխոսենք։ Մենք պետություն ենք, Հայաստանի Հանրապետությունը, մենք մեր պետության որոշումները կայացնում ենք որպես կառավարություն, կայացնում ենք Հայաստանի Հանրապետության անունից, սա է մեր պետությունը։ Հանրապետությունը ստացված կոնֆիդենցիալ է, այսինքն երբեք դուք իմ ստացել չեմ հիշում, կոնֆիդենցիալ չի, կարող գրավասներ չեմ հիշում, բայց նաև դժին պատասխանենք արդյոք իրենք վերջին երկու պահվող անձինք էին։
Այդ դրանից ներողս պատասխանել։ Ուղղակի դուք նշում եք մենք մի կառավարություն եք, մեկ իշխանություն եւ չեք ճանաչում Արցախի հանրապետության իշխանությունների, այդ դեպքում այստեղ հակասություն է առաջանում։ Տվյալ անձինք կռվել են Արցախի հանրապետության դեմ, ոչ թե Հայաստանի հանրապետության։ Եթե մենք ձեր ասացի կոնտեքստում եք տիկին ներխոհար։ Ես առաջարկում եմ նաշուկ ձևակերպումից ուղղակի զերծումներ եւ այդքան։ Մենք ունենք ընթացակարգի, ունենք Հայաստանի հանրապետության պարտավոր անձին, որոնք մեղադրվել են Հայաստանի հանրապետության կողմից եւ դատապարտվել են Հայաստանի հանրապետության կողմից եւ փոխանցվել են որպես դատապարտյալ այլ երկրում իրենց պատիժ կրելը շարունակել։ Եվ այդքան։